Հրաշքայգուց, ինչպես նաև այլ նմանատիպ կազմակերպություններից, նաև ֆիզիկական անձանցից վայրի կենդանիները առգրավում են եւ տեղափոխվում են համապատասխան վայրեր, մենք չենք առգրավել, մենք չենք տեղափոխել այդ բոլոր գործառույթները օրենքով պատկանում են միայն պատկան մարմիններին։ Այս տվյալ դեպքում դա իրականացնում է բնապահպանության եւ ընդերքի վարչությունը։ Այս գործառույթը կապված չէ COP17-ի հետ, այն իրականացնում է կառավարության որոշման հիման վրա եւ մինչեւ COP17-ն է իրականացրել եւ դրանից հետո է իրականացվում հետեւաբար այդ որոշումով կանոնակարգվում է իրավական եւ ֆիզիկական անձանց կողմից վայրի կենդանիների պահման թույլտվությունների տրամադրման կարգը։ Այդ սահմաններում իրականացվել է մի քանի կենդանիների տեղափոխում հրաշքայգուց Երևանի կենդանաբանական այգի, առայժմ ի պահ, մինչև կկայացվի համապատասխան որոշում պատասխան իրավապահ մարմինների կողմից։ Տեղափոխվել են 1 անդրկովկասյան լուսան, 2 սպիտակագլուխ անգղեր, 2 գեղանի կռունկ, դրանք բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, հանդիսանում են պահպանության տակ, օրենքի պահպանության տակ գտնվող տեսակներ, ինչպես նաև 2 թութակներ, որոնք Հայաստանի ֆաունային չեն պատկանում։ Տարբեր վիճակներով են տեղափոխվել, սպիտակագլուխ անգղերը բավականին հյուծված վիճակում էին եւ փոքր տարածքում գտնվելու արդյունքում քիչ թրջելու արդյունքում, այդ մկանների ատրոֆիա տեղի ունենում թրջունների հետ, դա բավականին տարածված երևույթ է, իսկ լուսանը եւ թութակները ներկայումս բավականին լավ կարգավիճակում են գտնվում։ Սպիտակագլուխ անգղերը անցել են համապատասխան ռեաբիլիտացիոն շրջան եւ ներկայումս պահվում են մեր սպիտակագլուխ անգղերի խմբի հետ միասին։ Մի առանձնակը սա է ճյուղի վրա նստած, այդ է։ Մյուսը ներքևում է, այնտեղ սնվում է։ Իրանք արտաքինով չափերով չեն տարբերվում, նույն սպիտակագլուխ անգղերն են մեզ մոտ, տարիքով են տարբերվում, իրանք ավելի տարեց են։ Մենք եկ լուսան ունենք, իրար հետ ենք պահում այստեղ, հիմա բազմանալու շրջանն է, մենք իրանց առանձնացած ենք պահում, որ չկռվեն։ Հետո կոնտրոլի տակ միացնում ենք ծանոթ։ Կռունկը թևերը կոտրված է։ Չի թռնելու էլ, որովհետև բերել են մի թևը, ընդհանրապես թևի կեսը բացակայում էր, իսկն էլ ինչքան էլ բուժենք չենք կարող վերականգնենք թևը։ Երկրորդ թևը նույնպես կոտրված էր, հիմա այսինքն մի թևերից մեկի կեսը բացակայում էր, երկրորդը կոտրված էր, հա։ Հիմա այդ երկրորդ թևի բուժման գործընթացը ավարտելուց հետո կարծում եմ ամսվա վերջ արդեն դուրս կբերենք ցուցադրության իրանց էլ։